Անունհոր և որդվո և ողնի սրտով ամեն։ Այս է մարմինին և այս է արյունին։ Սիրելի ավատավոր եղբայրներ, քույրեր, մենք ավարշաբաթի ընթացքի մեջ ենք, ավարշաբաթին է, բայց մենք հասնելով ավարշաբաթի անցել ենք միասին երկար ճանապարհ, որի մասին միշտ խոսել ենք, նորից այսօր հիշեցնեմ, որ անցանք ոսկեշրջան մեծ պարքի, դրախտից, արտաքսվելուց, անառակի դարձի գալուց, տնտեսի կիրակին, Ճադավորի կիրակին, Գալեսյան կիրակին ծաղկազարդը նշեցինք և մտանք, այսինքն ծաղկազարդով ավարտվեց 40-ամյա պարկ և մտանք ավարտ շաբաթ։ Եվ ավարտ երկուշաբթին թզենու առակն էր, երեքշաբթի կույսերի օրն էր, մատուցությունն էր, չորեքշաբթի մատուցության, հինգշաբթին այսօր հաղորդության օրն է։ Ինչու է այս հերթականությունը գալիս։ Հաղորդվելը, այսինքն միանալն է, սիրով միանալն է։ Մենք ճանապարհ անցանք և այսօր միանում ենք Տիրոջ, ովքեր ապաշխարել են, ովքեր ընդունել իրենց ապաշխարությունը և միացել ենք Տիրոջը և ընդունում ենք Տիրոջ արյունը մարմինը և հետո կատարում ենք ոտանվա։ Այսինքն, որ այսօր, քանի չեմ մոռացել, ոտանվա ժամի 4-ին է, ովքեր ուզում են իրենց զավակներին օրհնվեն, բերեն, մեկացրփիչով, կարակը կորտեն ժամի 4-ին և ոտանվայի արարողությունը կկատարենք։ Բերեք ձեր ալիքներին, ովքերը օրհնվի, որ իրենք զորություն ստանան։ Ուրեմն, հինգշաբթին հին զատիկն էր։ Ինչու այսօր նշեց Տերը։ Հին զատիկը դե նշում ես, որպես հին օրենքներ էր Իրանը, այսօր հրեաների զատիկն է, նշում է Տերը այսօր և հինը փոխում է նորով։ Եվ այսօր է, որ ասում է, սա է իմ մարմինը, որ մեզ համար տվեց մեր փրկության համար և վերցնելով գինին, օրհնում ասում է, սա է իմ արյունը, որը պետք է տամ ձեզ ձեր փրկության համար։ Եվ այսօր մենք միանում ենք, հաղորդում ենք Տիրոջը, միանում ենք սիրով, որովհետև ամեն ինչի կատարյալը սերն է։ Դուք գիտեք, ես մի քիչ սերը շատ չեմ քարոզում, բայց քարոզում եմ, բայց այսօր սիրով է։ Այսօր Տերը մեզ սիրելով հաղորդեց, իրեն մարմին և արյունը տվեց մեզ փրկության համար, հավիտենական կյանքի համար։ Պատկերացնում եք, Քրիստոս Տերը իրեն մարմինը և իրեն արյունը փոխանցում է մեզ։ Եվ այսօր մենք հաղորդում ենք և Տիրոջ հետ միավորվում ենք։ Այդքան մեծ նշանակություն ունի այսօրվա պատարագի խորհուրդը։ Այսօրվանից Տերը մեզ համար զոհաբերվում է։ Խորհուրդը շատ խորն է, գալիս է դրախտից, որ իրենք պտուղը Ադամ Եվան կերան մահացան, չէ, Ադամ Եվան, բայց Քրիստոս ինքը պտուղ դարձավ, և մեզ պարգևելով, մեզ պարգևեց հավիտենական կյանք։ Ոտանվայի ժամանակ խոսենք ոտանվայի մասին, այսօր երկար չեմ խոսում ոտանվան, ինչու ենք ոտքերը լվանում, որովհետև մարդուն, որ մեղքի պատճառով անիծեց, նաև անիծեց գարշապարը, ասավ դու օծի և մեր մեջ դրեց թշնամություն, ասավ դու օծի գլուխը չարդես, նաև քո գարշապարին խփի։ Եվ այսօր ոտանվային նաև գարշապարի անեծքն է վերցնում։ Ինչ որ Ադամով կատարվել էր, նույնը Քրիստոսով մենք մաքրվում ենք։ Չորեքշաբթի պտուղը կերան, ուրբաթ օր արտաքսվեցին, չորեքշաբթի մատնվեց, ուրբաթ խաչվեց։ Եվ այս բոլորը շաղկաբաց են, այդ բոլոր անեծքները այսօր վերջանում են։ Կներեք, որ այսօր քիչ եմ խոսում, երեկոյան ավելիով խոսենք, կարևորը որ հաղորդեք, Տիրոջով զորացեք, այսօր 4-ին ուրեմն նորից եմ շեշտում, ոտանվայի արարողությունը կկատարենք, ժամի 7-ին կգնանք Մշվանա Իրապետ խավարումը, շաբաթ 5-ին այստեղ պատարագ, 4:30-ից ավարտում է։ Ճորագալույցի պատարագ, Կիրակի ժամի 10-ին նորից զանգական պատարագ, երկուշաբթի ոգեհանգիստի պատարագ, պատարագ ոգեհանգիստ։ Դրա մասին Կիրակի օրը կասենք, ժամը և այլն։ Ուրեմն Տերը օգնի բոլորիս, այս ճանապարհը որ սիրով անցել ենք, երկրորդ դիմավորենք և որ Տիրոջ հարությունը կշնորհավորենք և կաղոթենք, որ երկնային արքայության մեջ մենք են հարության օրը բոլորս փրկվենք և երկնային արքայությունում փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և աշտյան
Եվ դուր մեզ համարտագազան բարբարով բանալս վերանս մեր, կարդալս կեջեգնավորը դար երկել եղած։